Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնը, որը ստեղծվել է 1993 թվականին, այս պահին բուռն աշխատանքային գործունեություն է ծավալում թատրոնի տնօրեն Հերիք-Նազ Բաղդասարյանի գլխավորությամբ։ Վանաձորի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ, ու սա շատ լավ է, որ ֆինանսական աջակցությունը պետական է, Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում մայիսի 22-ից 25-ը, մայիսի 24-ին ժամը 6-ին Անապայի Օկեան կինոհամերգային դահլիճում կներկայացվի Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված ցանկապատ ներկայացումը բեմադրությունը Հերիք-Նազ Բաղդասարյանի։ Իդեպ ներկայացում խաղում են դրսում, բացօթյա, տես են, ոնց որ ամբողջ միջավայրը հենց այդպես է թատերական։ Հրաշք։ 3D, հա, այսպես 3D տարբերակով։ Բոլորը դերերում Հերիք-Նազ Բաղդասարյան, Գագիկ Դուրմիշյան, Սարգիս Ավետիսյան, Վահե Եղշատյան, Երանուհի Առաքելյան, Արգիշտի Մարտիրոսյան, Անահիտ Առաքելյան։ Ներկայացումը բեմադրվել է 2024 թվականին ցանկապատ ժողովածուի տպագրման 100-ամյակի կապակցությամբ։ Թանգարանային գիշերներ միջոցառման շրջանակն են։ Պատմություն է, որը տեղի ունեցել 100 տարի առաջ, բայց այսօր էլ մերօրյա եւ արդիական է։ Պատմվածքը կարծես թե կենցաղային մանր վեճ է, իրականում դարերով եկած մեր ազգային ողբերգությունից դաս քաղելու ու միավորելու խրատ ու բանալի։ Այսպիսի հրաշալի ներկայացում Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնի դերասանների մասնակցությամբ։ Ու շատ լավ է, որ այո հյուրախաղերով հանդես են գալիս, թող որ այստեղ էլ եթե չեմ սխալվում շատ գալիս են թատերական ներկայացումներ, այս ֆորմատը հիմա շատ հայտնի ֆորմատ է, բացօթյա դրսում հանդիսատեսը նստում է իր համար ու այսպես դիտում է ներկայացում, ասա որ հաճելի է։ Շատ հաճելի է։ Ես գիտես միշտ հիանում եմ, ուրախանում եմ, այդ հպարտությամբ կարող եմ ասել ու վստահ կարող եմ ասել, մենք հայերս մի լավ գիծ ունենք նաև մեր մեջ, այդ ստեղծագործելու միտքը սահման չունի, ինչն էլ հենց խորհրդանշում է, որ ստեղծագործական առումով շատ էսպես մեծ թռիչք ունի, որովհետև մարդիկ ստեղծագործ, եթե սահմանափակումներ են ունենում, դա արդեն չեղավ ստեղծագործություն կամ ստեղծագործել, հա, սահմանափակումներով դա արդեն այն չէ, դա արդեն գրված ինչ-որ մի բան է, իսկ մենք հայերս իսկապես ունենք այդ թռիչքը, մտքի, այո, միանշանակ ունենք, ու այնպիսի բաներ են անում, որ սա ինձ համար անգամ զարմանալու չէ, որ այս տարբերակին են դիմել, որովհետև եթե հնարամիտ, յուրահատուկ բաներ կարող են անել, դա հաստատ մենք կարող ենք անել։ Դա միանշանակ վստահ կարող ես ասել, այո։ Շնորհակալություն մեր բոլոր դերասաններին։ Թարմ շունչ էր։ Թարմ շունչ էր, հա, Գոր ջան, քեզ էլ շնորհակալություն, Գոր Փելեշյանին, կսպասենք նորությունների, իհարկե Բոհեմ կամերային թատրոնի եւ